Պարոն Ծառուկյան, դե երեք անձնանալին կալանավորեցին, գիտեք, երեք օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը նաև ձեզ մեղադրեց լրտեսության մեջ, ասաց, որ ձեր որդու հետախուզվող այդ հանգամանքը կարող է ազդում, ինչ կասեք, ազդեցություն կա ձեր վրա։ Ուրեմն ես ուզում ասել, ազդեցություն այնքանով է, քանի որ մարդը 8 տարի մարդկանց խաբելով, սուտացելով, ոչ մի բան չի փոխվի իրական կյանքում։ Էս եմ անելու, եկել եմ Ղարաբաղը փրկելու, Արցախը Դայաստանա ու վերջ ժողովուրդը այսօր տուգանքի մատերիալ չի, բոլորը լսել եք, չէ՞ դու երկում ես avrum, ճիշտ է թե ոչ է բան կատարվել է, փոխվել է մարդու կյանքում, մարդու արյուրյան կյանքը, վարկը, պարտքը, բարեկեցությունը փոխվել է, չի փոխվել։ Հիմա նույն ասեք Թևանյանի համար, որ ասեցին, մարդկանց ուզում են ուղղությունը փոխեն, ես որպես Ծառուկյան ասեցի, եթե իմ գործընկերը նա ասենք թե դավաճանա, շպիոնա, ես իմ ձեռքով գնդակարեմ իրեն, որտեղ շպիոնին պետք է կտոր անես, եթե շպիոնը իր ազգի արունը մոռանալով ամեն ինչը։ Ես դա ասել եմ, իմ մասով ասեց, ինչ չէ, շպիոն հայ պուճուր Շպիոն ասեցի, եթե որցե մեկը ապացուցի, չկլասի ապրես։ Ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն, թողնել գրեմ իմ համաձայնությունը։ Բայց ասի, եթե չէ, այդ մարդիկ սուտացել արդեն սովորույթ դառը։ Թող այդ մարդը չեմ ասում գնդակահարեն։ Թող գա իր խոտով մտնի առույցի բունը ու դուրս գա։ Էն էլ որց առույցի մոտ։ Այնպես որ այդ պատասխանը կա ու երևի հիմա եթե դուք հարցնեք Թևանյանի փաստաբանին, նա կպատասխանի ինչ հոդվածով են իրեն ձերբակալել։ Խնդրեմ գնացեք ասեք։ Երեք ասել է։ Ինչ ասել։ Փաստաբանը Այո։ Դե երկու հոդված՝ լրտեսության եւ դավաճանության։ Թեև փաստաբանը նշում էր, որ որևէ հիմք չկա գործի մեջ։ Դե բայց դա չհասկացա, որ հիմք չկա գործի մեջ, ուրեմն փաստաբանն ասում է, չէ՞։